elevate բառը ոնց որ AI հանի մի մակարդակ ավելի բարձր եւ դա այդպես է մենք գործում ենք մեր ընկերությունով արհեստական բանականությունը բարձրացնել Հայաստանում մեկ level up անել։ Elevate AI-ը 1-2 ամսից Հայաստանում կսկսի իր գործունեությունը։ Տվյալների կենտրոնի բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն այստեղ է։ 512 հատ B300 մոդելի GPU-ների մասնախոսքը, դա վերջի մոդելն է Nvidia-ի, ամենահզոր արտադրողականությամբ, ամենաբարձր արտադրողականությամբ։ Դրանք շուտով կտեղադրվեն տվյալների կենտրոնում, որը Գեղարքունիքի մարզում է։ Տվյալների կենտրոնը մի քիչ լայն գաղափար է, կարա մասնագիտացված լինի, ասենք, սարքավորումների վարձակալության վրա կամ ծառայությունների մատուցման։ Մեր դեպքում այդ լայն շրջանակը ծառայությունների ընդգրկում է, այսինքն թե կլինեն սարքավորումներ վարձակալության համար, համապատասխան խնդիրներ լուծելու համար ընկերությունները կվարձակալեն եւ թե պատրաստի ծառայություններ արդեն ավելի լայն շրջանակի համար։ Ծառայությունների մատուցումը միայն մեր հանրապետությամբ չի սահմանափակվելու։ Առաջի փուլը իր ծավալներով մի քիչ ավելի մեծ է, քան Հայաստանի շուկան այսօրվա դրությամբ կարա սպառի։ Դրա համար նախատեսվում է ծառայությունների արտահանում։ Մի քանի ռեգիոն ենք այս բային թիրախավորում, առաջի երկուսը երևի դա Ճապոնիան է եւ եվրոպական շուկան։ Բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումները Հայաստան ներկրելու համար անհրաժեշտ է արտահանման թույլատվություն։ Քանի որ Nvidia չիպերը հանդիսանում են ռազմավարական նշանակություն են պետության համար, ցանկացած ընկերություն, որ ցանկում է ձեռք բերել, պետք է որոշակի գործընթաց անցնի։ Մենք անցանք այդ գործընթացը եւ ունեցանք հնարավորություն դրանք արտանելու Միացյալ Նահանգներից։ Տվյալների կենտրոնը օգտագործում է վերականգնվող էներգիա, ինչպես տնօրենն է նշում, նվազագույնի է հասցված ածխածնի արտանետումը։ Մենք ստանում ենք էներգիան արևային պանելներից։ Մենք չենք օգտագործում լիթիումային մարկոսներ։ Հոսանքյան խափանցման ժամանակ մենք օգտագործում ենք նոր տեխնոլոգիաներ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կարծում է տվյալների կենտրոնի ստեղծումը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի Հանրապետության կառավարության AI գործարանների պարտեզ հայեցակարգի կյանքի կոչման եւ երկրի հաջորդ սերնդի արհեստական բանականության տվյալների ենթակառուցվածքի իրականացման ճանապարհին։ Ողջունում ենք, հաջողում ենք ներդրումները Հայաստանում, որը որ մեր ենթակառուցվածքի բազմազանության եւ դիմադրողականության աճին է միտված, այսինքն կունենանք տարբեր տեսակի ենթակառուցվածքներ տարբեր խաղացողների համար։ AI գործարանների պարտեզ, իսկ ինչպես է ձևավորվել այս կոնցեպտը։ Այդ կոնցեպտը առանց մեր էկոհամակարգի ներկայացուցիչների հետ միասին աշխատելու արդյունքում հնարավոր չէ լինի ձևավորել։ Դա ձևավորվեց այն ժամանակ, երբ որ մենք տեսանք, որ հետաքրքրությունը ու պատրաստակամությունը շատ կա այդ ուղղությամբ աշխատելու եւ ցեցինք աջակցական ծրագրեր անել։ Արդյոք Հայաստանը պատրաստ է ունենալ մի քանի նմանատիպ կենտրոններ։ Շուկան մրցակցային է լինելու եւ շատ ու քիչը կերևա մեր հնարավորությունների եւ գործող ենթակառուցվածքի արդյունավետ կիրառմամբ։ Մենք կարծում ենք, որ ընդհանրապես պետք չի սահմանափակվել եւ պետք է ավելի մեծ մտածել։ Փոխնախարարը հավելում է, այլ կազմակերպություններ էլ կան, այդ թվում ոչ հայաստանյան, որոնք ևս հետաքրքրված են մեր երկրում տվյալների կենտրոններ ստեղծելու գաղափարով։ Էմմա Վարդանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։